Ձեր դժգոհությունը ի՞նչն է, Հարություն, հա։ Ես այս կյանքում իմ հայրենիքից շատ ոչ մի բան չեմ սիրում։ Ու առավել եւս իմ հայրենիք քանդողս էս պիտի չանցնի։ Մենք տեսանք, որ պատուհանից դուք, երբ որ անցավ Նիկոլ Փաշինյանը քարոզ արշավեր իրականացնում, ինչ որ բաներ եք ասում, բողոքի ձայն եք վախենում։ Չեմ ուզում սենց անցնեն։ Որովհետև իմ հայրենիք քանդողը ինչ իրավունք ունի սենց անցնելու։ Այնքան էլ մի հետև ննգել են փողով գնում գալիս են, ինչի համար։ Չեմ ուզում ես։ Թող գնան ուրիշ տեղ։ Բայց ասում մենք գտել ենք մեր հայրենիքը։ Իրանք գտել են, ճիշտ է, Ադրբեջանում իրանք գտել են իրանց հայրենիքը։ Մեր հայրենիքում չկա տենց բան։ Մի հատ էլ գնում են, գալիս են, ադրբեջանցիները գալու են, ստե դուք գնալու եք Բաքու, հա, եղավ։ Բա մենք որտեղ ենք լինելու։ Որտեղ, մենք որտեղ ենք ընդհանրապես ապրելու։ Որտեղ։ Մարդ ուղեղով պիտի ապրի, առանց ուղեղ, հա, հասկանում ենք, որ առանց ուղեղ կարան ապրեն, առանց հայրենիք, բայց մարդը հայրենիքից շատ, իր երեխուն էլ չպիտի սիրի ախր, հասկանում եք դուք, հայրենիքից շատ ոչինչ չի կարելի սիրել այս կյանքում, մի հատ էլ անցնում են, գետինը մտնեն, ով էլ որ իրան ձայն պիտի տա, նորից գետինը մտնի, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասեմ, ես իմ երեխեքին չեմ սիրում այդքան, ինչքան իմ հայրենիքը ու ոչ մեկ իրավունք չունի ինձ ուրիշ բանը ապացուցի կամ չապացուցի, այս հողը կարամ ես պաչեմ, բայց հողս հանձնողին ես չեմ թույլ տա սենց անցնի, մի հատ էլ նկարում են, ասում են դե հետո կտեսնես, ինչ պիտի տեսնեմ ես այս ինչը որ տեսել եմ արդեն ինձ համար հերիք է, այս ցավը որ մենք տեսել ենք, ես զարմանում եմ մենք այս մի Արցախ ենք կորցրել, հողեր են կորցնում, մարդը իր հողը, հլը մի հատ հարց եմ ուզում տամ, այս մարդկությունը, ես որ գամ գնամ հարևանի հողի մեջ մտնեմ, հիմա ես գնամ են դիմացի հողը ասեմ իմն է, ես ապրեմ, թույլ կտան, աչքերս կհանեն, այդ ոնց է լինում, որ մեր հողը ոչ մեկի համար ցավ չի, հա, ոնց է լինում, ուզում եմ հասկանամ, ոնց է լինում, որ ցավ չի, դա փաթաթել էին Հայաստանի Հանրապետության վզին եւ Բեռա, թող ինքը ասի, այս Հայաստանը իմ համար բեռա, ես գնում եմ ով համար բեռ չի այս հողը, թող այդ մարդն էլ գա տիրություն անի, ինչն է վզին փաթաթված, հողը կարա հայրենիքը մարդու վզին փաթաթվում է, չի կարա տենց բան լինի, արևս, հա, մերը որ չեր եղել իրա տղեն ինչ էր անում ընդեղ, ինչ էր անում, ինք ընդեղ իրա կնոջ հետ ինչ էր անում Ադրբեջանի հողի մեջ, ես հարց եմ ուզում տամ, այս ժողովուրդը որ հետևից գնում է, Արցախը որ մերը չէր, ինք ընդեղ ինչ էր անում, ուրեմն նշանակում է ինք ադրբեջանցիների հետ այնքան լավ է, որ Ադրբեջանի հողի մեջ պարում էր, իրա տղեն էլ Ադրբեջանի հողի մեջ ծառայում էր, ուրիշ ձև կարա լինի, չի կարա լինի ուրիշ ձև, Սովորաբար մենք տեսնում ենք, որ ովքեր դեմ են խոսում, այդ մարդիկ որոշակի խնդիրներ են, հա ունեն, դուք մտահոգություն չունեք այդ Թող տանեն նստացնեն, ինչ պիտի անեն ուրիշ, ինձ հո չեն մորթելու, չեն սպանելու ինձ, եթե ես հայրենիք եմ կորցնում, կարամ ես հենց հիմա էլ գնամ մեռնեմ, կամ թող տանեն նստացնի, մեկ են նկարում է, ասում է հետո կտենաս, ինչ պիտի տենամ, այս քանից հետո ինչ պիտի տենամ էլ ես, աջակիցները դες սպանում Մոսկվայից, ինչ էին ասում, ինչ էին ասում, նկարում են, ասում են հետո կտենաս, հետո են մի աղջիկն էլ ասում է հիշում ենք պատուհանդ, հա հիշի, ես չեմ վախենում, ես Մոսկվայում եմ ապրում, ես գալիս եմ ստեղ եմ ապրում, գնում եմ ընդեղ եմ, իմ ընտանիքը ընդեղ է, բայց ես այնքան շատ եմ իմ հողը սիրում, որ ես եկել եմ ստեղ եմ ապրում, որտեվ ես ուզում եմ իմ հայրենիքի մեջ լինեմ, իմ համար ցավ է, լուրջ եմ ասում, դուք չեք պատկերացնում ինչ ցավ է իմ համար, ես մեռնում եմ իմ հողու ջրի համար, այս մարդկանց վրա ապշած եմ մնում, ոնց կարամ մարդը հայրենիքից շատ սիրի կամ ղեկավարին սիրի հայրենիքից շատ, ղեկավարը դա գալացողի գնացողի է, բայց հողը ջուրդ մնայովի է, Ոտերդ պաչեմ Փաշինյան ջան, ընկնեմ ոտերդ Փաշինյան ջան, կարելի է մարդ հետ կարգի հիմար լինի, հա?
ոչ մի ղեկավարի ես չեմ կարա, հա, ես էլ ունեմ իմ ղեկավարը, որին հարգում եմ, սիրում եմ, բայց ես չեմ կարա ընկնեմ իր ոտերը, ես չեմ կարա, եթե ինքը իմ հայրենիքի մեկ վնաս տա, ինքը իմ համար գոյություն չի կարա ունենա։ Շնորհակալություն։